Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրենք նրանց ոստիկանությունը թույլ չտվեց ավարտել ծեսը, անմիջապես բռնությամբ տեղափոխեցին ԶՊՎ։ Մի հատ որպես փաստաբան նաև այս մասով ձեր գնահատականը տվեք եւ որպես լրագրող ֆիքսենք որևէ իրավապաշտպան, որոնք սովորաբար ծղրտում են մինչև 18 թիվը, մինչև այս պահը որևէ ձայն չի հանել, չի արձագանքել, չի դատապարտել։ Մեզ համար շատ տարօրինակ են այս կազմակերպությունները իրենց շահած գրանտներով ու իրենց վերաբերմունքով։ Որքանով է համաչափի վերջո դպրոցականների, որովհետև երկուսն են դպրոցական են, այդ ուժով, այդ ձևով տանեն։ Ընդհանրապես համաչափության մասին խոսք չէր կարող լինել։ Երեխեքին եթե ասեին եկեք գնում ենք, կամ եկեք այս ժամին ներկայացել, կամ եկեք գնում ենք, երեխեքը անպայման կգային։ Չէին էլ պատկերացնի, որ չպետք է իրանք գնան։ Իրանք չեն էլ հեռացել աղը։ Ի վերջո իրենք տարածքից չեն գնացել, դա միջադեպից, հա, միջադեպից մի ժամից հետո է արտանում։ Կոնկրետ են եկել պատարագի։ Պատարագի են։ Այստեղ անգամ իրավական տեսանկյունից էլ չի կարող խոսք գնալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի մասին։ Երեխաները օրհնությանը պետք է մասնակցեին, որը չհաջողվեց, իսկ այդ ձևով կոպիտ ձևով բերման ենթարկել։ Ես անձամբ այնտեղ եմ եղել, երևի թե խնդրում եմ, ասում եմ, լավ, ուր եք տանում երեխեքին, ինձ ոստիկաններից մեկ ասում եմ, ես փաստաբան եմ, ուր եք տանում երեխեքին, ինձ ասում եմ, պայմանագիրը ցույց տուր, որ ասեմ, ուր ենք տանում, այն ինչը, որ տեսել եմ երեք, այն որ սենց ժամանակ առ ժամանակ զարմանքդ պետքա սենց մի հատ թարմացնել, երեխեքին լրիվ սենց կռացրած տանելը, գետնին տապալելով, այդ ձևով ոստիկանությունից տանել, հասցնել քննչական բաժին, այսինքն որ երեխան ասեն կանգնած մոտեցի էլի ձեռնաշղթաներով չէր լինելու։ Բռնության բաներ նկատել եք, Չէ, չի կիրառվել, մենք անձամբ հարցրել ենք, երեխեքը ասեցին, որ իրենց նկատմամբ բացի բերման ենթարկելուց, ինչ ձևով որ մեզ կոպիտ բերման են ենթարկել, իրենք բռնության չեն ենթարկել։ Մենք երբեմն նաև վատ բառամթերք ենք լսել ոստիկաններից, դրանք էլ չեն հնչել։ Այստեղ հնչել է։ Հիմա Եվ իմ մյուս հարցը, ի վերջո ինչու երկու եղբորը տարան։ Չգիտեմ, եթե Գևորգ Գևորգյանին էլ տարան ու ասեցին Գևորգ Գևորգյանն էլ չգիտեմ ինչ առնչություն ունի, երեխեք ընդ որում մտեղ առաջի անգամ Գևորգ Գևորգյանին տեսան, ասեցին երեխեք ջան, Գևորգ Գևորգյանն է որ ձեր հետ ձերբակալվել է, ասեցին վայ բարև ձեզ, ընդհանրեն ասեցին ու ներս մտան, որտեղ որևէ կապ չունեն, որևէ առնչություն չեն ունեցել։ Գևորգյան Գևորգը ուղղակի այնտեղ ա եղել ու ենթադրում եմ երևի ասել է երեխեքին մի խփեք, որտեղ ես էլ եմ բնականաբար ճանաչում։ Այդքանի միջից քաղաքական դաշտի հետ աֆիլացվողը ինքն էր, երևի ձերբակալել են, որպեսզի սա կարվի այն կոնտեքստում, որը որ հնչում է քաղաքական ուժի շուրթերով։ Մեկ հայտարարություն կարող եմ անել, այն որ պաշտոնապես հայտարարում եմ, ոչ երեխեքը, ոչ իրենց ծնողները որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն։ 10 տարի, այո, ես 10 տարի ճանաչում եմ այդ ընտանիքին։ Երեխեքը որևէ քաղաքական պատկանելություն չունեն։ Ավելին ասեմ, մինչև այս պահը անգամ, ես չգիտեմ, թե երեխեքին, անգամ ես հարց եմ տվել, երեխեք, ասենք ոնց եք գնահատում էլի մեր այս քաղաքական դաշտը, որտեղ իրանք շատ խելացի են, մենք էլ շատ հաճախ ենք հանդիպում, ոնց եք գնահատում, ասենք այս թեկնածուն, ինձ ասել են, Վարդվի ծեծա, կլինի մենք չպատասխանենք, որտեղ այդ մեր որոշելու խնդիրն է, իրանք ինքան սենց հասուն երեխեք է։ Ես իմացա, որ ոստիկանությունում էլ այսպես պարտադրել են իրենց այդ հարգանքով վերաբերվել, դույով չխոսել։ Իրանք որևէ մեկի հետ շոկահարվել էին առաջինը հենց ոստիկանները, քննիչները, այդպեսի տեղեկ։ Իրանք ոչ մեկի հետ դույով չեն խոսում։ Երբեք այդ երեխեքը դույով խոսացած, ախր մի քիչ հիմա անգամ չեմ կարող նկարագրել այս երեխեքի դաստիարակության Ենթադրենք դաստիարակությունը մի կողմ մենք ճիշտ է անդադ պնդում ենք եւ գիտենք վստահեցնում ենք որ քաղաքական բան չեն ունեցել բայց նույնիսկ եթե ի վերջո քաղաքականությունը ինքը երեք մտել է եկեղեցի եւ հայտարարել է մինչև որ ես քարոզարշավ եմ անում շաբաթ կիրակիներին քաղաքականությունը իր ոտքով մտել է եկեղեցի Այո իրենք իրենց ոտքով մտել են եկեղեցի բայց երեխեքը
Չեն եղել այդ Ենթադրենք մայրն քաղաքականության էլ ուներ քաղաքական Հայաստան։ Դրա համար մենք բռնենք մարդկանց Դե տանիք։ եթե հանկարծ էլ լիներ, ուրեմն այս մայրն էլ կալանավորված սերբակալված կլիներ, էլի, փաստորեն։ Ենթադրում եմ, որ այդպես կլիներ։ Հիմա ինչ ասեմ, պատասխան ես անկից ես պատասխան Մեր քաղաքական Հայաստանը դրանք մեր ընտրությունն են, ով իրավունք ունի սահմանադրական իրավունքի հանդեպ ոտնձգություններ ունենալ։ Շատ լավ։ Եվ հետո հարկադրաբար սիրում են քաղաքական ուժին, չգիտեմ։ Կամ հարկադրաբար աղոթում են ինչ-որ պատարակների, բայց հարկադրաբար դժվար սիրեն։ Հիմա փաստորեն մենք ունենք ինչու ունենք ձերբակալված 2-18 տարեկան պայծառ երեխեք։